Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Շիրազի պատասխանը կա դրա համար սկսում եմ նրանից, թե տեսնեի Աստծուն մի օր նրան մի բան կասեի։ Ինչու այսքան կարճ ես արել կյանքից ճամփան կասեի։ Բայց եթե Աստծուն տեսնեի, պահանջներ շատ կան։ Դրանք համենայն դեպս անձնական չեն։ Դրանք անձնական չեն։ Գիտեք ինչ, մարդը, որ դաստիարակվել է մեծարենցյան բանաձևով, դուր ինձի Տեր ուրախությունն անանձնական։ Զանգակներու նման կախեմ ամեն դրան, արևի պես բաշխեմ ամեն հորիզոնի, ու չլա որ ուրիշներու ողբ ու կական խեղտել ուզեմ ջրվեժին մեջ դափից ձայնին։ Դուր ինձի Տեր ուրախությունն անանձնական։ Եվ վերջին հարցս ինչից եք ամենից շատ վախենում։ Հասել եմ այն տարիքին, որ այլևս ոչինչից չեմ վախենում։ Մեկ։ Երկրորդը վախենում եմ գիրք չկարդացող ու չկարդացած մարդկանցից։ Այսինքն այն ինքնաբավ մարդկանցից, որոնք կարծում են ամենազոր են, իրենց ժամանակավոր անցողի կյանքը գերադասում են հավիտենական ժողովրդի հավերժական ճանապարհից։ Մարդիկ կան, կարծում են, թե Արարատն անցողիկ է իրենք հավերժական, Հայաստանն անցողիկ է իրենք հավերժական։ Լուսահոգի հայրս կասեր միջակություններից վախեցիր տղա ջան։ Դե միջակությունները իմ ասածները ոչ միայն միջակություններ են, այլև ավելի ցածր են եւ ավելի վտանգավոր միջակությունը։